գինի գտնել, քան լավ առիթ այն խմելու համար։ Վստահ եղեք, ձեր օրհնությամբ մենք այսօր ունենք սպասված այն կարևորագույն առիթը, որը միասին նշելու ենք ոչ միայն լավ գինով, այլ բարձր ու տոնական տրամադրությամբ։ Թույլ տուր ես էլ առաջարկեմ իմ հյուրերին, ջերմակի ժպիտներով գավաթ վեր պարզած պահենք և մեկ-մեկում աղթենք բարետեսություն։ Ես էլ իմ պաշտոն եմ, մեզ բոլորիս կասել, բարով ենք տեսել բարեկամներ։ Նորից բարի և բարետեսությունը մաղթեմ իմ լավ հյուրերին և շարունակելով երեկոմ բարեկամներ այս պահին գեղեցիկ երաժշտական կատարման ներքո ես կառաջարկեմ մենք սրա հրավիրենք ավանդական համեղ հոտով խորովածը դիմավորեք ծափերով գնացինք Ես համոզված եմ, որ գոնե հասցրեցիք անտեսել տոնական համեղ խորովածից, այնպես որ մենք կարող ենք շարունակել մեր ուրախությունը։ Նախ պիտի առաջարկեմ բոլորիս թարմ ու պատրաստ պահեն մեր տոնական գավաթները։ Բարեկամներ և օրվա սպասված ու գեղեցիկ ծափահարություններով։ Սրահի կենտրոնը նավիրենք ընտանիքի զավակներին մեր Դավիթի և Վիկտորիայի ջիգարված ծափերը։ Գեղեցկուի Վիկտորիան և իր սիրելի եղբայրը Դավիթը այսօր բարեկամներ հայ առաքելական եկեղեցում կարգով անցել են սուրբ մկրտություն, այսուհետ կանչվելով որպես քրիստոնյաներ։ Եթե քրիստոնյաներ, եկեք ուրեմն սրտանց մաղթենք, որ լինեն ժառանգակից Քրիստոսի։ Իսկ եթե ժառանգակից, ուրեմն թող որ իրենց կյանքում կատարվեն այն բոլոր երկնային հրաշքներն ու զորությունները, որ Տերն ունի պատրաստած իր զավակների համար։ Ես սրտանց ուզում եմ ասել, շնորհավոր լինի ձեր սուրբ մկրտությունը և իհարկե թող վերից ուղարկված ձեր պահապան հրեշտակներն ամեն ժամանակ պահեն ու պահպանեն ձեզ։ Իդեպ այսօր մեր Դավիթը տոնում է իր ծննդյան տարեդարձը, արժե որ առանց հատուկ ջեր ծափեր նվիրենք Դավիթին ու ասենք նույնպես շնորհավոր լինի տարեդարձը։ Դավիթ ջան, ամենաբանին ենք մաղթում քեզ իհարկե քաջալեր լինես, թող երազանքներդ, նպատակներդ իրականություն դառնան։ Ես վստահ եմ, որ դաստիարակությամբ քո ծնողների օգնությամբ քաղաքական ընտանիքի դուք երկուսդ եք այս ընտանիքում կաչեք ու կզարգանաք որպես հայ ազգի արժանագույն զավակներ։ Ես նորից ու նորից հյուրերիս հետ միասին շնորհավորում եմ թե ծննդյան օրվա և թե ձեր սուրբ մկրտության կապակցությամբ։ Թող աստորտնությունը պահապանի ձեզ ամեն ժամանակ։ Մենք չենք զլանա, ևս մեկ անգամ ջեր կծափահարենք մեր փոքրիկներին շնորհավորելով այս կրակի կողմին ապակցությամբ։ Բարեկամներ,
Ես կառաջարկեմ, որ մեր գավաթները վերբացած լինեն, մենք մեկու ողջունենք, շնորհավորենք նորմակապակցությամբ և հակապես թող ձեր սրտից հնչեն թանկ ու աստվածային օգնության խոսքեր իմ պատիվ մեր մկրտյալների։ Իսկ այդ ընթացքում մեր ստեղծագործական խմբի կողմից առաջին գեղեցիկ այս կատարումը հրմիենք մեր մկրտյալների և բոլոր հյուրերի, օրհնյալների ձեր սուրբ մկրտությունը։ Շնորհավորում եմ ձեզ։ Ես վստահ եմ, թե դուք եթե մեր հյուրերը այսօր ինտերողություն ունեն իրենց սրտերում թաքցրած ձեր պատվին, ես էլ կառաջարկեմ այս պահից սկսած բարեկամներ ընտանիքին նվիրենք օրվա գեղեցիկ նվերը, բարձր տրամադրությունը, լավագույն կատարումների ներքո բոլորին ենք հրավիրում սրահի կենտրոն, միասին ուրախ լինելու, գնացինք պահելու, հավերցրինք։
Thank you.
սրտանց։ Սրահում այս պահին կարող ենք ողջունել ու շնորհավորել մեր մկրտյալների կյանքում ամենամեծ երազողների։ Խոսքը իրենց ծնողների մասին է։ Նախ ինձ մոտ կառաջարկեմ հրավիրենք Սահակի և Զաբելային ջերմ ու բարձր ծափահարությունները Մանուկյանների պատվին։ Հասկանում եմ, ամանորյա թողուկովից հետո դժվար է ծափահարել, բայց արժե, որ իրենց շատ գեղեցիկ ծափեր նվիրենք իմ հյուրեր։ Որի համար ես իբրև ձեզ շնորհակալ եմ, բայց Մանուկյաններին ես ուզում եմ կրկին անգամ ողջունել այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Վստահ եմ, համոզված, որ դուք այս հանդիսությունը ձեր կյանքում սպասել եք, երազել, որն ահա Աստծո կամոնքով իրականություն է դարձել, որի համար կասեմ աչքները տուրիստ լինին։ Թանկագիներս, ինքս էլ ծնող եմ ու վստահ եմ, դուք էլ ձեր սրտի տակուկ անկյուններում ունեք թաքցրած նվիրական երազանքներ կապված ձեր զավակների հետ։ Խնդրեմ երկնքի, որ դրանք անպայման իրականություն դառնան ու ձեր աչքերը տեսնեն ու վայելեն այդ երջանիկ ակնթարթները։ Իսկ դրանք վայելելու համար պարզապես պարտավորված եք հաճախորդ լինեք և ծնողական ձեր թանկ օրհնությամբ ուղեկից լինեք ձեր զավակներին։ Նորից ու նորից շնորհավորում եմ բոլոր սեր ու խաղաղությունների Մանուկյան գեղեցիկ ընտանիքում։ Եվ իմ հյուրերի ես համոզեցի իհարկե, նրանք ձեզ ջերմ բարձր ծափահարեցին, բայց վստահ եղեք։ Նրանցից յուրաքանչյուրն էլ ձեր պատվին ունի պատրաստած օրվա շնորհավորանքներ և բարեմաղթանքներ։ Կառաջարկեմ դուք անմասն չմնաք սրանցից, այնպես որ կատարումների ներքո փորձեք միասին մոտենալ ներկա բոլոր հյուրերին, լսեք ու վայելեք ձեր բաժին շնորհավորանքները։ Նորից ու նորից աչքները լույս լինի, շնորհավորում եմ ձեզ։
Մարդկան այնքան հուսված է որ Չեմ իմանա գուցե և արտասվես Իմ սրբություն ես կուցավը տանեմ Դու վերդամ սիրտուվա Կացր ժպիտ ուզա Չէ չկամ եկել կեզ ամիս հարազա Բոլոր շնորհավորանքներն անպայման իրականություն դառնան ձեր գեղեցիկ ընտանիքում, իսկ մենք բարեկամներ հետևելով օրինակին մեր պարզ հոգիների, մեր մատուկների, եկեք օրվա իսկ գեղեցիկ ակնթարթները նվիրենք մեր սիրելի ծնողներին, լավագույն կատարումներով, նորից ու նորից ասենք, աչքները լույս լինի։ Ikaw po,
Շնորհակալ ենք նույնիսկ գեղեցիկ հանդիսությունը, իհարկե համոզված եմ շատ բարձր տոնական տրամադրությամբ։ Բարեկամներ, վստահ համոզված եք, որ ներկաներից յուրաքանչյուրն այսօր մեր կողմից կարժանանան ջերմ վերաբերմունքի, շնորհավորանքի խոսքերի, բայց օգնելով առիթից ուզում եմ առաջարկել մենք միասին սնահուն ողջունենք շատ թանկ ու կարևորագույն ընտանիքի մարդիկ, ովքեր մամուկյանների կյանքում կարգված են որպես հոգևոր ծնողներ։ Խոսքը քավորական Մարգարյան ընտանիքի մասին է։ Ջերմ ու բարձր ծափահարությունները Տեր-Տիկին Մարգարյանների պատվին։ Արտուր Տիկին Աննա, ես նորից ու նորից հյուրերիս հետ միասին ձեզ կողջունեմ շնորհավորելով տոնիկապակցությամբ, կասեմ աչքներդ լույս լինի։ Բայց հատկապես ուզում եմ ձեր շնորհակալություն հայտնել, որ դուք հանձն եք առել ընտանիքի կյանքում կրել ու տանել հոգևոր ծնողի, քավորի սուրբ այս պարտավորությունը։ Ձեր աստվածային գործում Աստծուն խնդրեմ ձեզ համար նախ հանճարողջություն, երկար տարիների կյանք պիտի մաղթել։ Բայց հատկապես ուզում եմ ցանկանալ ձեզ իմաստություն, որ որպես հոգևոր ծնողներ այս պարտավորությունը կատարեք երկրային շնորհքով եւ իմաստությամբ լցված։ Թող ձեր օրհնանքով երջանիկ լինեն ընտանիքի զավակները։ Նորից ու նորից շնորհավորում եմ ձեզ։ Իդեպ ասեմ, որ ընտանիքի կողմից մեր խավոր տիկնոջ պատվին պատրաստված է շատ գեղեցիկ անակնկալ, ջերմ ու բարձր ծափահարություններով սրահարավիլ ենք տոնական գեղեցիկ անակնկալը։ Ծափերով։ Շնորհակալություն Մամուկյան ընտանիքին գեղեցիկ անակնկալի համար ես խնդրեմ հյուրերիս ուշադրությունը, բարեկամներ, իմ ձեռքում այս պահին
Գտնվում է տոնական մի շատ թանկ խորհրդով կոնյակ, որը ուղիղ 12 տարի առաջ օրհնության մեր քաղաքական ընտանիքին պատրաստած էր Մանուկյանների Հարսանյան ցանդեսին։ Եվ այն խորհրդով մեր քաղաքը որոշել էր, որ այս կոնյակը պետք է բացվի ընտանիքի զավակների մկրտության հենց օրը։ Եվ այսօր մենք պատիվ ունենք ջերմ բարձր ծափերով կոնյակը հանձնել մեծարգո քաղաքին, քաղաքական թանկ օրհնությամբ։ Պիտի առաջարկեմ, բացեք տոնական այս կոնյակը, լցնենք լիուրի մեր գավաթները և մեկ-մեկ ու շնորհավորենք տոնի կապակցությամբ, ջիգանոց ծափերը։ Հենց ես անուշաբույր կոնյակով էլ մենք բոլորին շնորհավորենք ձեր գլխավորությամբ այս տոնի կապակցությամբ, որ աչքներս լույս լինի։ Եկեք հրավիրենք մեր քաղաքը զբաղեցնի պատվավոր տեղը, իսկ մեզանում ընդունված կարգի համաձայն ինքներս կմոտենանք, կողջունենք ու կշնորհավորենք քաղաքական Մակարյանը ընտանիքին։ Երաժշտական խմբի կողմից այս գեղեցիկ կատարումը պատրաստված է հատուկ Մակարյանների համար սիրով։ Խաղոք ջան, վայելենք միասին։
Տոնական երեկոյի մասնակիցներ, մենք շարունակենք մեր ուրախությունը։ Համոր Արթուր ջան, նորից ու նորից աչքներդ լույս լինի, շնորհավորում ենք ձեզ։ Բարեկամներ, իհարկե, այսօր Մանուկյան ընտանիքում այս տոնի կապակցությամբ մենք նախ եւ առաջ սրտանց ուրախ եղանք ողջունելու ընտանիքի եղբորը Գագոյին, ով Բելգիայից ժամանեց այս